Շնորհակալություն, տիկնակ և պարոնայք, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և կամ առողջությանը պատճառված վնասները հատուցելու մասին օրենքը, որով նախատեսվում է, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է հատուկ հիմնադրամին փոխանցի 1000 դրամ։ Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու նախագծին։ Ինչու՞։ Որովհետև սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է, որովհետև այն զինվորը, որի միտքը ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իմ ընտանիքի հետ, թե արդյոք երեխաներս և ծնողներս սոված կմնան, եթե ինձ ինչ-որ բան պատահի, ահա այսպիսի զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած իր մարտական գործողության վրա, նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են և ուրեմն մարտի ելքի նրա համար անվտանգ հանգուցալուծումը շատ ավելի հավանական։ Շատերը սակայն Հայաստանի քաղաքացիները արդարացիորեն նկատում են, ասում են, թող իշխանությունները ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, որպեսզի մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին շատ թե քիչ արժանապատիվ փոխհատուցում նշանակել։ Այո, ճիշտ են ասում այդ քաղաքացիները, և մենք հիմա նաև այս պատճառով պետք է վճարենք այս 1000 դրամները, որովհետև որպես պետություն, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ։ Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար։ Մենք այդ տույրքը պետք է վճարենք, որպեսզի ինքներս մեզ և արտաքին աշխարհին ապացուցենք, որ պետություն ունենալու կամք ունենք։ Մենք պետք է սա վճարենք, այո, որպես տուգանք, որ չենք կարողացել ունենալ այնպիսի իշխանություն 25 տարվա ընթացքում, որ 2016 թվականին մեր բյուջեն ոչ թե 3 միլիարդ լինի, այլ 15-20-30։ Իսկ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տականք է անվանում բոլոր նրանց, ովքեր մատնացույց են անում գեներալներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք չգիտես որտեղից միլիարդների կարողություն են կուտակել։ Այստեղ պաշտպանության նախարարն էլ ասում է, որ գիտեք, զինծառայողներ ունեցող ընտանիքներին պետք է ազատենք այդ 1000 դրամից։ Պարոն նախարար, ես ձեզ էլ եմ ասել, նախորդ պաշտպանության նախարարին հետ էլ եմ այդ թեմայով զրույց ունեցել, հայոց բանակին զինվորի տրվող սապոգների 40%-ը 20 րոպեվա ընթացքում քրքրվում է, հագնելուց հետո 20 րոպեվա ընթացքում։ Եվ եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկենք այնպես անենք, որ հայոց զինվորի ծնողը ազատվի վերնիսաժից սապոգ առնելու, ներքնաշոր առնելու, գուլպա առնելու, ես եմ ինչեր ատամի մածուկ առնելու և 1000 ու մի բանի պարտավորությունից ու պարտականությունից։ Այդ 1000 դրամ այդ պարագայում նրանց համար որևէ դժվարություն չի լինի, որովհետև այսօր բանակում զինվոր պահելը դառել է ուսանող պահելուց ավելի բարդ է դառել։ Որովհետև անընդհատ նրա այն կարիքները, որ իբր պետք է հոգա պետությունը, ծնողները ստիպված են լինում այդ կարիքները հոգալ։ Մենք այսօր խոսում ենք զոհվածների մասին, բայց մենք եկեք իսկապես չմոռանանք ողջերի մասին։ Մենք խոսում ենք թալանչի գեներալների մասին, բայց մոռանում ենք ասել, որ հայոց բանակում կա սոցիալական լուրջ պրոբլեմ։ 20 տարի հայոց բանակում ծառայած և գնդապետի, փոխգնդապետի աստիճանի հասած տասնյակ հարյուրավոր սպաներ սոցիալական խնդիր ունեն։ Սովորական ամենապրիմիտիվ սոցիալական խնդիր, երեխա ուսանողի վարձ վճարելու, չգիտեմ, 1000 ու մի խնդիր։ Այդ չեմ ասում բնակարանային կարիքների համար, որ մեր պետությունը մինչև հիմա չի կարողացել գոնե ինչ-որ հույս ներշնչող տեմպով այդ բանը ապահովի սպաներին բնակարանային կարիքները։ Եվ կներեք, նախարարը ասում է 20 տարի այս տեմպով կպահանջվի, որպես այդ բնակարանային կարիքները հոգանք։
Կներեք անընդունելի այդ հայտարարությունը, որովհետև երբեմն տպավորությունն է, որ մենք ուզում ենք այնց անենք, որ մեր սպաների ու զինվորների համար մեռնելը ավելի ձեռնտու լինի, քան ապրելը։ Հիմա էլ ասում են բնակարանների համարել ենք մասնավոր միջոցներ ներգրավելու։ Տեղ հասանք, այսինքն լրիվ այս հիմնադրամը մասնավոր քաղաքացիները 1000 դրամ տան, այն մյուսը էլի ինչ որ մասնավոր միջոցներից։ Բայց իսկապես մեր պետության գործառույթը ինչ եղավ։ Այդ չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում է, դե մարդը 100 դրամ տվեք, որ մանկական առողջապահության հարցերը լուծենք։ Ասենց 100 դրամ ընդեղ, 100 դրամ, 1000 ընդեղ, 1000 ընդեղ։ Խոսում են ապրիլյան պատերազմի մասին։ Մինչև հիմա ասում են, դա բա ինչ եղավ, բա ոնց եղավ, ժամանակն է ասել։ Ինչ եղավ, ոնց եղավ։ Հայաստանի Հանրապետությունը եւ կառավարությունը վերջին 5 տարիների, 6-7 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով։ Չի տվել փողը ուղղակի։ Ես հիմա ասում եմ տասնյակ միլիարդներով դուք հարուստ հասկացեք, որ այդ կա չէ, թուրքը կլսի ուրախանա, բայց մենք պետք է մեր բանակի խնդիրները բաց քննարկենք։ Տասնյակ միլիարդների դրամներ ասել են փող չկա, ու Դիլիջանում սաունա են սարքել 40 միլիոն դոլարանոց։ Կենտրոնական բանկում Սարի գլխին դաչա են սարքել 60 միլիոն դոլարանոց։ Այս ապրիլյան պատերազմը, որին ինչ պետքա լիներ խորքային հետախուզության միջոց, այն ինչ պետքա լիներ ինժեներական միջոց, եւ այլն, այն ինչ որ պետքա լիներ որակով սապոկ եւ որակով ավտոմատ, ոչ 80-ականների զենքեր, այդ բոլորը տարել են լցվել ինչ որտեղ։ Ու մեր չինովնիկները 400,000 դոլարանոց ավտոներից իջնում են լրագրողների առաջ, դե մեր պետության միջոցները սուղ են։ Այս սուղ են առաջինը ձեզ համար թող սուղ լինեն։ Բայց այս քննադատությունը հասկացանք, այստեղ լուծումն է, այս 1000 դրամը այո, այսօր շատ կարևոր է։ Ու պետք չի մեկ էլ ասում են, վայ, հանկարծ չասենք, որ պատերազմի ենք, պատերազմի հնարավորություն, ինչ չհասկացա։ Այո, ամեն օր պատերազմի հնարավորություն կա, եւ մենք այսօր պետք է առաջնորդվենք հետեւյալով. ամեն ինչ ճակատի համար, բոլորը ճակատի համար։ Այո, պատերազմը հիմա է պատերազմ եւ վաղը լինելու է պատերազմ, եւ շատ ուժեղ պատերազմ։ Եվ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք դրան։ Ու այս 1000 դրամներով մենք հարց չենք լուծում, մենք ընդհանրապես ձգում ենք մեր ժամանակը, որ մեր պետությունը գոյություն ունենալու եւս շանսը մի քիչ է ձգենք, բայց ոնց ենք լուծելու այդ հարցը։ Լուծումը շատ պարզ է, այս դահլիճում արդեն հնչեց տասնյակ անգամներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իմանան, երբևէ նախագահի պաշտոնում եղած, վարչապետի պաշտոնում եղած, նախարարի պաշտոնում եղած, առընթեր մարմնի ղեկավարի պաշտոնում եղած, այդ բարձրաստիճան տամոժնիկները, դատախազները, դատավորները ինչ ունեն, ինչ գույքային վիճակ ունեն։ Պատգամավորները ազգային ժողովի ինձնից սկսած բոլորը վերջացրած, երբևէ ազգային ժողովի ժողովուրդը պետք է իմանա, ով շվեյցարական բանկում ինչքան փող ունի։ Եվ մեր լուծումը հետևյալն է, առաջիկայում պետք է փորձ անենք, ես նախագիծ եմ ներկայացնելու, ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի երբևէ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյա եղած բոլոր մարդկանց առանց բացառության, բոլորին միանգամից չենք հասցնի բնականաբար, առաջնահերթությունները պետք է, գույքային վիճակը պետք է ստուգեն, ու այդ պաշտոնյաները պետք է նոտարով ստորագրած թուղթ տան, որ իրենք թույլ են տալիս, ստուգել իրանց հաշիվներում, օֆշորներում ինչ-որ բան կա, թե չկա, շվեյցարական բանկերում ինչ-որ բան կա, թե չկա։ Իրանց այդ փոխկապածը զոնքաջ, մորքուր, հորքուր, տատի, պապի, հատ պետք է իմանանք, ով որտեղ ինչ ունի։ Եվ պետք է ժողովրդին ներկայացնենք, գեներալա, չգիտեմ, նախարար, ով ուզում ալնի։ Պետք է իմանանք, ով ինչա տարել էս պետությունից թալանել։ Հերիքա բոլորս էս ամբիոնից ասում ենք բան, թալանել են, պետք է իմանանք ով է արել։ Որովհետև ես չեմ ուզում, հիմա բոլորը մտածում են, որ Հայաստանի Հանրապետության պատգամավորները թալանչի են, կներեք։ Ես չեմ ուզում, որ այդ պիտակը ինչ որ մի ժամկետ այստեղ լինելու բերումով ինձ վրա էլ տարածվի։ Պետք է իմանան ինչ ունի։ Եվ ուրեմն լուծումը հետևյալն է. պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, բոլոր պաշտոնյաների ունեցված եւ նրանց այդ փոխկապակցված անձանց ունեցվածները պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո հանրությունը պետք է որոշի։ Առանց վենդետաների, առանց գիլյոտինների, առանց կախաղանների, առանց վրեժխնդրության։ Պետք չի ոչ մեկին կներեք արտահայտությունա բոմժ սարքել, բայց պետք չի նաև թողել, որ Հայաստանի Հանրապետությունը բոմժ դառնա։
Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի ու Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան։ Շնորհակալություն։